Բարի երեկո, հանրային հեռուստաընկերության եթերում բրիֆինգ ուղիղ հարցեր նախագիծն է։ Այս նախագծի նպատակն է ներկայացնել պետական ատյանների գործունեությունն ու հաշվետվողականությունը։ Ամեն անգամ 5 փորձագետ հնարավորություն կունենա հարցեր ուղղել մեր հյուրին։ Փորձագետներն անկախ են պրոֆեսիոնալ, տվյալ ոլորտի մասնագետներ, իսկ պետական կողմը ներկայացնում է միայն 1 պաշտոնյա անձ։ Եվ այսօրվա փորձագետներին ներկայացնեմ Թաթուլ Մանասերյան, Այլընտրանք հետազոտական կենտրոնի ղեկավար, Գրիգոր Վարդանյան, իրավաբան, անկախ փորձագետ, Անի Ջաբաղյան, տնտեսագետ, Հրայր Մանուկյան, քաղաքացիական նախաձեռնություն հասարակական կազմակերպության փորձագետ և Սամվել Ավագյան, տնտեսագիտության թեկնածու, վերլուծաբան, անկախ փորձագետ։ Այսօր խոսելու ենք մի համակարգի մասին, որից պետության ակնկալիքները միշտ շատ մեծ են։ Խոսելու ենք հարկային և մաքսային խնդիրների մասին։ Այսօր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի բրիֆինգն է։ Բարև ձեզ, պարոն Ալավերդյան, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման խնդրից սկսենք մեր զրույցը։ Ազգային ժողովում քննարկման ժամանակ, օրենքի նախագծի քննարկման ժամանակ առաջարկություն եղավ օրենքը ուժի մեջ մտցնել 2013 թվականից, բայց եւ զիջել այն քաղաքացիներին, որոնք արդեն մեքենաները ձեռք էին բերել։ Ինչու այդ առաջարկությունը չանցավ, չքննարկվեց։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն, որ ինձ հրավիրել եք։ Օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր ժամանակավոր ներմուծումը, ուրեմն դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ավտոմեքենաների դեպքում, սկսվել էր այդ քննարկումը, սկսվեցին դեռևս օգոստոս ամսին, համենայնիվ կառավարությունը այդ պահից սկսեց քննարկել, եւ շուրջ 6 ամիս այդ հարցը քննարկում էր։ Դա անակնկալ չէր, եւ հանձնաժողովներում բուրըն քննարկումներ եղան տնտեսական հարցերի հանձնաժողովում, բայց ես չեմ հիշում, որ առաջին երկրորդ ընթերցումների ընթացքում կոնկրետ падգամավորի կողմից այդ օրենքը 2013 թվականից ուժի մեջ ներդնելու առաջարկ լիներ։ Ես հիշում եմ, որ այդ առաջարկությունները հատկապես ի հայտ եկան, երբ որ օրենքը սկսեց կիրառվել։ Մինչև օրենքի կիրառումը այդքան մտահոգություններ չկային, որքան երբ որ օրենքը ուժի մեջ մտավ եւ իսկապես տեսան, որ պետությունը լուրջ է, այսպես ասեմ, տրամադրված այդ խնդրին, իսկ այդ պետք է մենք անպայման պատասխանենք այդ հարցին, թե ինչու այդ հարցը սկսեց մեզ մտահոգել, երբ որ այն սկսեց ուժի մեջ մտնել, եթե չեմ սխալվում, փետրվարի 5-ից, հենց այդ պահից էլ առաջ եկան լուրջ քննարկումներ, լուրջ խնդիրներ եւ ըստ էության կիրառման ընթացքում արդեն կառավարություններ եւ հասարակություններ արդեն որոշակի նոր լուծումներ առաջադրեցին, որպեսզի եւ պետական խնդիրը լուծվեր, որով նախագծով էր առաջարկվել ու արդեն օրենք էր, եւ մեր քաղաքացիները, ովքեր չէին հասցնում ուրեմն ապա մաքսազերծում ավտոմեքենաների իրականացնել, որպեսզի նաեւ այդ հարցը լուծվեր։ Նախորդ տարվա դեկտեմբերի 21-ից 23-ը տեղի ունեցան մաքսային մարմինների կողմից զանգվածային տրանսպորտային վրացական համարներով տրանսպորտային միջոցների դեպի մաքսային պահեստներ տեղափոխելը, այդ դրանից արդեն երևի 300-400 մեքենա 3 օրվա ընթացքում տեղափոխվեցին մաքսային պահեստներ։ Իհարկե հասարակությունը հանկարծակի եկավ։ Եկեք մի քիչ զգուշ օգտագործենք այդ բառը, որ ոչ մեկը տեղյակ չէր։ Պարզվում է, որ շատերն էին տեղյակ եւ Երևանի այն քաղաքացիները, ովքեր թանկարժեք ավտոմեքենաներ ունեին, նրանք արդեն իսկ օգոստոս-սեպտեմբերից սկսեցին անհանգստանալ, իրենց զանգերով անհանգստացնել մեզ, թե ինչ է լինելու, եւ մենք բոլորին միանշանակ ասում ենք, որ մենք հետեւողականորեն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո արգելելու ենք քաղաքացիների կողմից ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծեն։ Եվ երկրորդը, երբ որ ասում եք ժողովուրդը տուժեց, ժողովրդի որ հատվածը տուժեց, այն քաղաքացիները, ովքեր կարողանում էին ավտոմեքենաները ժամանակավոր ներմուծել, այո, նրանք ժամանակավորապես տուժվեցին, բայց հայ ժողովուրդը չտուժեց, որովհետև ինչու՞մն է խնդիրը։ Ուրեմն մենք ունեինք շուրջ 10-12000 քաղաքացի, ովքեր ավտոմեքենաներ էին մուծում Հայաստանի Հանրապետություն եւ ներկայացնում էին, որ այդ մեքենան ոչ թե ներ են մուծել ընդհանրապես որ օգտագործեն, այլ ժամանակավոր են ներմուծել։ Դա 1 տարի էր ձգվում, 1 տարուց հետո անվանափոխություն էին անում ու ստացվում էր, որ այդ ավտոմեքենան չի գրանցվում Հայաստանում, որ այդ ավտոմեքենան համար գույքարկ չի վճարվում, որ այդ ավտոմեքենան չի ապահովագրվում, բայց օգտագործվում են մեր ճանապարհները, որ այդ ավտոմեքենայի համար հողերը չեն վճարվում, ինչպես մյուս ներմուծողների համար։ Հարց է ծագում, ինչու Հայաստանի բոլոր քաղաքացիները բերում են, ներմուծում են ավտոմեքենաներ, վճարում են վճարներ, բայց ինչ որ քանակի քաղաքացիներ, ուրեմն չպետք է այդ վճարները վճարեին։ Պետք է մի պահ, որ այս անհավասարությունը վերացվեր։
Ինչ վերաբերում է դեկտեմբեր ամսին, ես ինչու դեկտեմբերի 23-24 դուք հիշատակեցիք, որովհետև օրենք արդեն քվեարկվել էր ազգային ժողովում անցել էր եւ այն քաղաքացին, դեսուք ես, որ դեկտեմբերի 25-ին ավտոմեքենա էի ներմուծում ու ասում էի եկեք 6 ամսով իմ ավտոմեքենան ժամանակավորներ ձևակերպեք ժամանակավոր ներմուծում, արդեն ազգային ժողովի կողմից ընդունված օրենք կա։ Մենք արդյոք պետք է դեկտեմբերի 28-ին 30-ին ավտոմեքենաներ 6 ամսով ժամանակավորապես ձևակերպեինք, երբ որ արդեն ակնհայտ է, որ քաղաքականությունը մեր երկրում փոխվել։ Մեքենա ներմուծել ես, վճարի, եւ որևիցե ժամանակավոր ներմուծում չի թույլատրվում։ Եթե Ջավախայը Հայաստան Հանրապետության քաղաքացի է, երկքաղաքացի է, նա պետք է օգտվի այն բոլոր կանոններից, որոնք նախատեսված են Հայաստանի քաղաքացիների համար։ Եթե Հայաստանի քաղաքացիներին արգելվում է որևէ բան, ուրեմն Ջավախա հայերին էլ է արգելվում։ Երկրորդը, եթե Ջավախա հայը Վրաստանի քաղաքացի է, ապա այդ դեպքում օրենքը գործում է հետևյալ կերպ։ Ջավախայը կարող է իր ավտոմեքենայով գալ Հայաստան, եթե ունի պայմանագիր, եթե ինքը հաճախում է որևէ հիվանդանոց, փաստաթուղթ է ներկայացնում եւ այդ պայմանագրի շրջան աշխատանքի է գալիս եւ այլն, եւ դրա շրջանակներում իր ավտոմեքենան ինչպես առաջ էր ժամանակավոր ներմուծում, այնպես էլ հիմա։ Եթե նա չունի ժամկետ չունի, ապա արդեն միջազգային կանոնակարգերով, օրենքներով 90 օրվա ընթացքում է այդ նորմը գործում։ Ես ուզում եմ բոլորի բացեբաց հայտարարել, որ ոչ ռեզիդենտների համար, օտարերկրյա քաղաքացիների համար, կազմակերպությունների համար մենք ռեժիմ չենք փոխել եւ չենք էլ պատրաստվում փոխելու, որտեղ դա ներդրումների եւ այլ հարցերի հետ է կապված։ Խնդիրը վերաբերում է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որտեղ Հայաստանի Հանրապետությունում տարիներով շարունակ ուրեմն ներմուծվել են եւ շարունակում էին ներմուծվել ավտոմեքենաներ շատ կասկածելի տարեթվերով, կասկածելի տեխնիկական տվյալներով ու այսպես եթե ընթանար, ապա Հայաստանը վեր է ածում աստիճանաբար հին ավտոմեքենաների գերեզմանոցի։ Ինչ խոսք կրկնում եմ, որոշակի խմբի քաղաքացիներ դուժեցին այդ մի քանի ամիսների ընթացքում, բայց մենք համապետական լուրջ խնդիր ենք լուծում։ Այն է, արդյոք այս վիճակով տնտեսական ճգնաժամի այս պայմաններում ավտոմեքենաների ներմուծումը ցանկացած գնով ու ցանկացած տեսակի ավտոմեքենաների պետք է թույլատրել այն ազատ կանոններով, ինչ որ իրենք անում էին։ Արդյոք մեր ազգային ինքնասիրությանը, ինչպես դուք այդ բառերը օգտագործեցիք, ես էլ օգտագործում, չի վիրավորում են հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է գնալ օտարերկրյա քաղաքացի ընդཐུպ պատրաստվել, որպես մեզ էին հայտարարում, դառնալ օտարերկրյա քաղաքացի, միայն թե իր այդ մակնիշի 1999 թվի 2010 թվի չգիտեմ ինչ որ ավտոմեքենա ներմուծել հանրապետություն ու դրա համար վճարները պետական բյուջե չվճարել։ Բայց դա լավ կյանքից չէ, որ վատ մեքենաներ են առնում։ Խնդրեմ մյուս հարցին անցնենք։ Խնդրեմ, եթե թույլ կտաք, ինչու լավ կյանքի մասին չենք հավաքվել խոսելու, հավաքել ենք խոսելու Չէ, ուղղակի լավ մեքենա, վատ մեքենայի մասին է խոսքը։ Եթե մարդը հնարավորություն ունենա, բնականաբար լավը կգա։ Հայաստանի Հանրապետություն 400,000-ից ավել ավտոմեքենա կա, մենք դե որ այդպես է եկեք թողենք 3 միլիոնին էլ հնարավորություն ունենան եւ ավտոմեքենաներ ներմուծել ու ընդհանրապես սահմանի վրա ոչինչ չվճարել։ Ձեր հուզող հարցին ուզում ես հետեւյալ բանը պատասխանել։ Ավտոմեքենաները կարևորագույն ապրանքատեսակ են մեր տեսանկյունից, պետության տեսանկյունից եւ պետական բյուջեի համալրման լրջագույն միջոց։ Ավտոմեքենան, կրկնում եմ, միայն մաքսային վճարներով չի համալրում պետական բյուջեն։ Ավտոմեքենայից գույքահայք է վճարվում տվյալ ուրեմն բյուջե, համայնքի բյուջե։ Ավտոմեքենան ձևակերպներ է ունենում, օգտագործում են մեր ճանապարհները, ճանապարհային վճարների խնդիր կա։ Պետք չի այնպես անել, որ մի մասը ընդհանրապես ոչինչ չվճարի ու օգտվի այդ արտոնություններից, իսկ մի մասը խելոք իր համար վճարի։ Այդ անհավասարությանը վերջ պետք է տրվեր։ Պետք է կամ բոլորին հնարավորություն տալ, որ ժամանակավոր ներմուծեն, կամ մեքենաների դիմաց ընդհանրապես ոչինչ չգանձենք։ Իսկ սոցիալապես անապահով քաղաքացիներից, ես իհարկե նրանցից ներողություն եմ խնդրում, եթե նրանք մտածեցին իմ բառերի տակ ինչ կա, ապա պետությունը վերջերս մտածեց մեխանիզմ, որով նաև նրանց պետք է աջակցենք։ Անդրադառնանք նաև այդ մեխանիզմին, խնդրեմ Սամվել Ավագյան։ Ես անդրադառնամ այն հարցին, թե ինչու այս օրենքը մինչև կիրարկումը հասարակական լուրջ ուրեմն քննարկումների չենթարկվեց։ Պատճառը հետևյալն էր։ Մենք բոլորս վստահեցինք կառավարությանը այն առումով, որ կառավարությունը ցանկանում է պայքարել օրենքի բացերի դեմ եւ պատժել նրանց, ովքեր շրջանցում են օրենքը։ Ու դա միանշանակ ողջունելի էր։ Բայց օրենքի կիրարկումը ցույց տվեց, որ կառավարության այդ բռունցքը ջարդվում է միայն քաղաքացիների գլխին։ Այստեղ երկու հարց կար։ Առաջին, այն հանգամանքը, որ քաղաքացիները կարողանում են ժամանակավոր ներմուծում ռեժիմը ուրեմն անվերջ երկարաձգել, դա ստվերային հարաբերություններ երկու կողմից, ստվերի մի կողմը մաքսային մարմիններն են, մյուս կողմը քաղաքացիներն են։ Բայց մաքսային մարմինները դուրս մնացին այդ պատժամիջոցների ենթարկվելուց, իսկ քաղաքացիները ամբողջ ծավալով սկսեցին ենթարկվել ուրեմն օրենքի խստության։ Սա առաջին հարցն է։ Երկրորդ հարցը կապված է նրա հետ, որ մեքենաները ներմուծվում են տարբեր նպատակներով։
Մարդկանց մի մասը մեքենան ներմուծում է տնտեսական նպատակներով, հետագան վերավաճառելու շահ ստանալ, մյուս մասը պարզապես ներմուծում է իր անձնական օգտագործման համար։ Ավելացված արժեքի օրենքի գաղափարախոսությունն այն է, որ սա բիզնես հարկատեսակ է ու հիմնականում ուղղված է նրանց, ովքեր տնտեսական գործունեություն իրականացնում։ Կառավարությունը, եթե ցանկանար, կարող էր այլընտրանքային տարբերակ մշակել եւ ազատել քաղաքացիներին այս հարկատեսակից կամ ավելի մեղմ ձևով հարկել, եթե քաղաքացին մեքենան ներմուծում իր անձնական օգտագործման նպատակով, ասենք որոշակի ժամկետում չի վաճառում ու առողջային նպատակներով չի օգտագործում։ Օրինակ, պարոն Ալավերդյան, դուք այդ հնարավորությունը տեսնում եք։ Օրենքի նախագիծը ժամանակին տեղադրել ենք մեր պաշտոնական կայքում, կառավարություն քննարկվել է, եթե կային հասարակական կազմակերպություններ, ովքեր ցանկանային մեզ հետ հանդիպումներ ունենալ, ոսոր այսօր եք հրավիրել, մեծ սիրով մենք դրան պատրաստ ենք մեկ։ Երկրորդը, իհարկե, հարցը միշտ չի որ բոլոր կողմերից ընդունվում է։ Ինչ վերաբերում է երկու կողմ, ասում եք քաղաքացիներ եւ մաքսային մարմիններ, ես կցանկանայի ձեր հարցը շատ ավելի կոնկրետացնեք, թե ինչ նկատի դուք ունեք։ Ուրեմն տարիներ շարունակ 20, 30, 40 հազար ավտոմեքենա է ներմուծվել։ Ամենաշատ ավտոմեքենաներ ներմուծվել է 2000 թվականից հետո, 2008 թվականին 44 հազար ավտոմեքենա է ներմուծվել։ Ուրեմն եւ բնականաբար ճգնաժամի տարին ավելի քիչ ու դինամիկան ինչ էր ցույց տալիս, որ այս ավտոմեքենա ներմուծողների քանակը, ժամանակավոր ներմուծողների քանակը գնալով աճում է։ Ու 2010 թվականին մենք ունեցանք արդեն 48-50 հազար ժամանակավոր ներմուծման ձևակերպում, այդ ստացվում որ մի քաղաքացին մի 4-5 անգամ իր ավտոմեքենան դուրս էր հանում, ներս էր մտնում, դուրս էր հանում, ներս մտնում, արդյունքում մենք ունենք 10-12 հազար քաղաքացու հետ։ Այս 10-12 հազար, ես ավարտեմ, խնդրում եմ, այս 10-12 հազար քաղաքացիները պետք է արդեն իրենց ավտոմեքենաների այդ անընդհատ ներմուծման, դուրսգրման կամ ինչպես դուք եք ասում, փաստաթղթերի տեղաշարժի եւ այլն, այս գործընթացը պետք է ավարտել, պետք է մեր երկրում կարգ ու կանոն, թեկուզ եթե նույնիսկ մաքսային մարմինները չարաշահումներ ունեն, բայց պետք է հստակ խաղի կանոն։ Եվ կարծում եմ, որ կառավարությունը շատ հստակ խաղի կանոն դրեց։ Պարոն Մանասարյան, խնդրեմ։ Պետությունը ի վերջո պետք է ուշադրություն դարձնի հետեւյալին. ինչ սոցիալական գին ենք վճարում ցանկացած օրենքի համար։ Մակրոտնտեսական ինչ ցուցանիշներ են փոխվում, դեպի որ ուղղություն, դեպի դրական, թե դեպի բացասական։ Այստեղ կարծում եմ խորքային վերլուծություններ են պետք։ Եթե մենք ասում ենք, որ մենք 32 կամ 33% պետք է լինի ավտոմեքենաների ներմուծման համար, չլինելով ավտոմեքենա արտադրող երկիր, ապա դրանով մենք ինչին ենք, ում ջրաղացին ենք ջուր լցնում, կոպիտ ասած։ Եվ եթե իջեցնում է ինչպես Վրաստանում, ապա այդ դեպքում ինչ է տեղի ունենում, մակրոտնտեսական էֆեկտը ուր է տանում։ Դրանով մենք տնտեսությանն ենք օգուտ տալիս, թե քաղաքացուն ենք վնասում, պետական գանձարանը լցնելու ճանապարհին արդյոք չենք այլ վնասներ ունենում, որոնք կարող է հեռահար, այսպես մեզ համար լուրջ խնդիրներ առաջացնեն, կարծում սրան պետք է անդրադառնանք եւ հարկային ու մաքսային մարմինները իզուր չէ, որ միշտ եղել են թիրախ տնտեսական քաղաքականության նաեւ քննադատության առումով։ Մեզ դրսից միշտ քննադատելիս ասում են կոռուպցիան որտեղ է հարկային մաքսային մարմիններում։ Ինչ անենք ձեզ հետ միասին, որ կրճատենք այդ կոռուպցիան եւ ներկայանանք եւ մենք մեզ եւ արտաքին աշխարհին որպես քաղաքակիրթ երկիր եւ դա լինի եւ իշահ տնտեսության եւ իշահ ժողովրդի։ Կարևորագույն ապրանքատեսակների հետ կապված, երբ որ մենք օրենքների նախագծեր ենք մշակում կամ քննարկումներ անում, ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք որպես պետական մարմին անպայման հաշվի ենք առնում այն ցուցանիշները, որոնք կան Վրաստանում եւ Հայաստանի ու Վրաստանի ներմուծման ու արտահանման կառուցվածքը անպայման տեսնում ենք։ Բայց մենք չենք կարող ուղղակի նայել դիտորդի կարգավիճակում, որ վրացական օրենսդրությունը հնարավորություն է տալիս ոչ միայն հայեր, ովքեր Վրաստանում ապրում են, իրենց քաղաքացիներն ու երկքաղաքացիներ են, այլ նաև Հայաստանի քաղաքացիներին մի քանի օրվա ընթացքում հանգիստ նրանց անունով գույք գրանցեր, ինչու այդ անշարժ գույք կլինի, ավտոմեքենա կլինի եւ այլ, ու պարզ ակնհայտ էր այն պատճառով, որ նրանք տանեն այդ ավտոմեքենան, այնտեղ գրանցեն, թեկուզ ենթադրենք մի 10,000 դրամով ձևակերպներ եւ այլն անեն, որովհետեւ վրացական բյուջեն ոտքի վրա հանգիստ միջոցներ է ստանում։ Ինչ է եղել, որ ինչ խնդիր կունենան իր քաղաքացիները իրենց երկրում, իրենց չի հետաքրում։ Իրենք կարող է իրենց երկրում այդ խնդիրները լուծում են եւ ինչ գնով են լուծում։ Հայաստանի պետական բյուջեի հաշվին են լուծում։ Ուրեմն ինչ պիտի մենք անենք։ Հետևաբար ուրեմն ներողություն եմ խնդրում։